Հարգելիներս, դասապրոցեսի սկզբնական հատվածի համար արդեն արել ենք մեզանից պահանջվող հաշվառումը, ստուգել ենք տնային աշխատանքները դուրս բերելով հիմնական սխալները, հանձնարարված էր տեքստային աշխատանք, որից դուք հենվելով ձեր հիմնական դպրոցի ստացած գիտելիքի վրա պիտի առանձնացնեիք կազմությամբ իրարից տարբերվող բառերը։ Ընդհանուր խոսել էինք թեթևակի բառերի կազմության մասին հիշեցման կարգով, պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառերը հիշեցրել էինք իրեն ու ստացել ենք տեքստային աշխատանքը։ Մենք ձեր արած տնային հանձնարարությունից հասկացանք, որ ամեն դեպքում կան բաներ, որ լավ չենք հիշում, կան բաներ, որ արմատապես շատ լավ նստած են մեր մեջ, և մենք հիմա խնդիր ունենք արդեն առակ դպրոցի համար նորից խորքային ուսումնասիրելու մեծ հսկայական բաժին, որ կոչվում է բառակազմություն։ Խոսել ենք արդեն այն մասին, որ բառակազմությունը մտնում է բառագիտություն մեծ բաժնի մեջ։ Հիմա սահիկաշարի միջոցով նայում ենք էկրանին, անդրադարձ կկատարենք բառակազմություն թեմային։ Ինչ է բառակազմությունը։ Աննա, կարդում ենք։ Բառակազմությունը բառագիտության այն բաժինն է, որը ուսումնասիրում է բառի կառուցվածքը, բաղադրիչները, սրանց կապակցման օրինաչափությունները։ Բառակազմությունը նաև նոր բառեր կազմելու գործընթաց է և լեզվի բառապաշարի համալրման հիմնական միջոցը։ Շատ ապրենք։ Հիմա ասում ենք բառի բաղադրիչներ։ Հիշում եք բառը ինչ բաղադրիչներից էր կազմված։ Արմատ, ուրիշ, ազանց, վերջավորությունը կարող է կազմել նոր բառ։ Օրինակ հոլովական վերջավորություն, քար, քարի, սեռական հոլովի կիցուցիչը դրեցիք, ունեն նոր բառ։ Ոչ, ուրեմն մեծ, ամենահիմնական թույլ տրվող սխալներից մեկը սա է։ Վերջավորությունը նոր բառ չի կազմում և չի ծնում։ Դա լինի բայական վերջավորություն, դա լինի հոգնակիակազմության մասնիկ։ Օրինակ, սար, սարեր, կազմեցի նոր բառ։ Ոչ, իսկ ինչ կազմեցի։ Բառաձև, շատ ապրեք։ Լավ, ուրեմն ունենում ենք արմատ, ածանց, հոդակապ, շատ ապրեք։ Իսկ օրինակ ածանցի դիրքը բառի մեջ միշտ ստատիկ ինչ-որ տեղ է լինում, հաստատում։ Կարող է լինել նախածանց, կարող է լինել վերջածանց։ Լավ, մենք հիմնական բաշխում որ տալիս ենք, ասում ենք բառերը կազմությամբ լինում են 4 տեսակի, 4 հիմնական մեծ տեսակի, հետո մենք դրանք բաժանելու ենք առանձին դասաժամերով ենթատեսակների։ Քանի որ բառակազմության առաջին դասաժամն է, անդրադարձ կկատարենք հետո այդ տեսակների։ Ուրեմն ասում ենք ըստ կազմության լինում է, Արինա կարդում եք։ Բառերը ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր։ Եվ բարդածանցավոր։ Լավ, անդրադարձ ենք կատարում Սահիկի մյուս բաժնին, պարզ բառեր ընկերներ, կարդում է Մարիան։ Պարզ բառերն են այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից։ Ածանց կարող է ունենալ այս բառը։ Ոչ, ուրեմն պիտի ունենա միայն մեկ արմատ։ Օրինակներն ենք նայում, Անգելինա կարդում եք։ Օրինակ սեր, մուռ, տուն և կարմիր։ Կարմիր։ Տեսեք նաև նկարները, որոնք ավելի մեկը ընտրել ենք համացանցից, ուղղակի գցել ենք մեր օրինակներին։ Լավ, անցում ենք կատարում մյուս բաժնին։ Ածանցավոր բառերը, Վիկա ջան կարդա այդտեղից երևում է։ Ածանցավոր են այն բառերը, որոնք ունեն առավելագույնը մեկ արմատ և նվազագույնը մեկ ածանց։ Այս բառը ուզում եմ մի քիչ լավ ֆիքսել, ընկերներ։ Ածանցավոր են այն բառերը, որոնք ունեն առավելագույնը մեկ արմատ։ Ինչու՞, երկու արմատ չեն կարող ունենալ։ Շատ ապրեք, արդեն ունենանք բարդ լինելու բաղադրիչը։ Եվ նվազագույնը մեկ ածանց։ Սրանից կենթադրի, որ կարող եմ օրինակ ունենալ երկու ածանց։ Ահա, լավ, պարտադիր է, որ լինի ամենաշատը մեկ արմատ և գոնը մեկ ածանց։ Այդ դեպքում բառս կլինի ածանցավոր։ Նայում ենք տեսակները, Վիկա, ածանցները բաժանվում է Նախածանց, վերջածանց։ բաղադրիչների։ Լավ, առաջին օրինակը չի երևում։ Լավ, այստեղից ում որ երևում է, Ալբինա ջան կարդա։ Օրինակ գժանոց։ Ահա, գծանշումները տեսնում ենք, արմատը գիշ, անոցն արդեն ածանցն է։ Լավ, նկարը տեսակ, հատուկ ձեզ համար ընտրել ենք TikTok-յան հարթակից և ցույց ենք տալիս, որ մենք էլ ենք տիրապետում այդ ինֆորմացիային, բայց կարելի է օրինակ այդպիսի վարք ցույց տալ սոցհարթակներում երեխեք, ճանաչում եք, չէ, օրինակը գիտեք։ Տեսնում մթերքը, բառախոսվածքը երեխեք, դրել ենք այն բառի համար, որ հասկանաք, մենք էլ ենք տիրապետում, մենք էլ ենք տեսնում, բայց մեր ականջին ցանկալի չէ այդ խոսելու ձևը։ Ճանաչեցիք, չէ, անձի։ Լավ, անցանք մյուս օրինակին, Ալբինա, արմատը կա, ասում են կա կարասիդ հավաքիր, չէ, ույքը արդեն ածանցն է, և երորդը անխելք, ֆիլմը դիտել եք,
Ռուսերեն այսպես է կոչվում տուպո еще տուպե։ Այսինքն խելքով այդքան էլ աչքի չեն ընկնում։ Անը կգնա այստեղ նախածած, վերջացած։ Ունեմ խել արմատը։ Խելն ինքնուրույն կգործածվի։ Ոչ։ Ուրեմն կվերհիշենք, որ նաև ունենք արմատներ, որոնք ինքնուրույն գործածություն չունեն։ Ամենապարզ օրինակներից շարը։ Ունեմ շարք, բայց շարը մենակով չի գործածվի։ Կունենամ շարային եւ այլն այլ բառերի կազմի մեջ։ Հարց ունեք սրա վերաբերյալ։ Բարձ էր ամեն ինչ։ Անցանք առաջ լավ ֆիքսեք օրինակները, որովհետեւ խմբային աշխատանք են տալու։ Գնացինք առաջ։ Բարդ բառերը ով է կարդում։ Կարդա, Մանե ջան։ Այն բառերն են, որոնք ունեն նվազագույնը երկու արմատ եւ չունեն ածանց։ Երկու արմատ նվազագույնը, սրանից կենթադրի, որ բարդ բառը կարող է 3 արմատ ունենալ։ Կարող է, այո։ Լավ, ածանց չի ունենա, որովհետև նորից կվերածվի բարդացանցավորի։ Տեսակները իմ աղջիկ, բարդությունների։ Անհոդակապ, Կամ կցական, երկրորդը հոդակապավոր, երրորդը հարագրավոր, չորրորդը կրկնավոր։ Բնականաբար մենք դասաժամով այսքանին անդրադարձ կատարել չենք հասցնի և խելամիտել չէ։ Չենք խառնվում իրար, մենք դեռ բավականին դասաժամեր ունենք, յուրաքանչյուրին անդրադարձ կատարելու ենք, առանձին տեսակների մասին է խոսքը։ Բայց սկզբնական դասաժամի համար գոնե մենք որպես հիմնական վերջնարդյուն պիտի կարողանանք տարբերակել բարդ բառերը պարզ բառերից կամ ածանցավորներից կամ բարդածանցավորներից։ Օրինակ, բարդ բառերի օրինակներն ենք կարդում, ով կկարդա, Ալիսա։ Չի երևում այդտեղից, լավ, Աննա կարդա։ Ջիփոր, երկու արմատ, ջուր եւ հոր։ Շատ արվես։ Կաման, երկու արմատ, ծավիկ, աման, գինետուն, արմատները գինի եւ տուն, ին ու ան կազմել են է։ Ապրես, որտեղ ին գինի ին է, իսկ ան հոդակապն է։ Բացի ահոդակապից մի հոդակապ էլ կար հայերենում, որն էր։ Չկա։ Ես ասել եմ, ոնց էլ հարցը կտամ ձեզ չտրվեք դրան, հայերենում կա, մենու մի անկրտները մի հոդակապ ան է։ Ունեն կցական մասնիկներ, ուներ եւ այլն, որոնք հոդակապ կոչել չեն կարող։ Եվ վերջին օրինակը Սեղան արմատներն են անհոդակապ։ Լավ, մենք նկատում ենք, որ նոր բառեր կազմելիս կարող է արմատը հնչյունափոխության ենթարկվել կամ չի ենթարկվել, սա պարտադիր պայման չէ։ Եվ բարդածանցավորի տեսակները Ալեքս ջան կարդա։ Բառերի այս կառուցված տեսողություն չի։ Կառուցվածքային տիպը լավ, այս խնդիրը շատերս ունենք, լի ջան կարդա։ Բառերի այս կառուցվածքային տիպն ունենում է նվազագույնը երկու արմատ եւ մեկ ածանց։ Նվազագույնը երկու արմատ եւ մեկ ածանց օրինակները։ Բերքատու, Որտեղ արմատները։ բեր, Այո, եւ տուն։ տուն, անհոդակապն է, իսկն ածանցը, մյուսը Վազքուի երկուսն արմատ են։ վազը եւ ուղին, իսկն ածանց է, երրորդը Վերջինը չի։ անբարետես, անբարետես է, անը նախածանց է, Բարին արմատը, դուսի արմատը, ինու ամնիացել են գործել են։ շատ լավ, այսքանը մեր ընդհանուր թեմայի մասին, հարցեր այսքանի վերաբերյալ ունենք, չունենք, լավ, ուրեմն բոլորս բացում ենք, մեր դասագրքերը, H 117-ից սկսում է բառակազմություն թեման, թեման անձնարարվում է սովորել պատմել, անհասկանալի կետերը դուրս գրել, որպեսզի հարցերով զինված կարդանք դասին, եւ հիմա մասնավորապես բացում ենք H 119 վարժություն 3-ը, H 119 վարժություն 3-ը, Սոֆի ջան, բահաճի կարդա։ Բառերի ենթարկի բառակազմական վերլուծությամբ բացատրելով կառուցվածքը եւ նշելով տեսակն ըստ կազմության։ Լավ, հիմա մենք ձևավորում ենք խմբեր, ովքեր ըստ իրենց դիրքի նստած հարմարության, երկու-երկուական խմբեր, եթե օրինակ աղջիկները 3-ով են նստած, կարող է խումբը 3-ով աշխատել։ Այդտեղ 3-ով կաշխատենք Սեդային Սևանը, Անգելինային Սևանը 3-ով կաշխատի, նույն Արմինայինը, Մարիան եւ Սոֆին մնացին 2-ով, Արինային եւ Նելիին Ալեքսեյը կգա այս կողքից կմիանա, կամ Մարիայից թիմի կմիանա, որպեսզի մենակ չմնա, աղջիկները կբաժանվեն 3 խմբերի։ Լավ, աշխատանք փորձում ենք գլուխ բերել, որովհետև գալու են հյուրատախտակին յուրաքանչյուր խմբից մեկական ներկայացուցիչ ներկայացնելու է ձեր խմբի ընդհանուր աշխատանքը։ Բառերը պահանջում են ենթարկել բառակազմական վերլուծություն։
Առաջին բառը ների ամրոցակ մերձ այլ գրադարանի մոտ մի օրինակը ցույց տա մնացածը աշխատենք արդեն օրինակի հիմքի վրա։ Գրում ենք բառը հավասար է ամուր ապրես ինչ եք կարծում ամրոց բառը բարձ է ոչ ամուր շատ ապրեք ամուրը արձանցավոր է մնացածը հետո արդեն մերձ ինչ է նշանակում մոտ մերձավոր այո գծանշումներն անում ենք արմատը մեկ գծով շատ ապրեք հարցեր ունենք դե աշխատում ենք փորձում ենք բոլոր բառերի բառակազմական վերլուծությունը ստանալ ըստ խմբերի Լավ, կարծես թե ավարտել ենք վարժությունը, անցնենք մեր ստուգման պրոցեսին։ Ով է գալիս գրատախտակի մոտ, այս խմբից, Մանե, համեցիր։ Որ բառն ենք գրում, 4-ը, խնդրեմ։ Գրում ենք մյուսներս մեզ մոտ ստուգելու ենք, ըստ իմ ստուգածի։ Լավ, գծանշումները, արմատերածանց է։ Կազմությամբ ինչպիսի բառ են անել, բառ, կար խումբ, որ այլ կերպեր վերլուծել տվյալ բառը, կար խումբ, որ չնիտակել է որպես ժխտական նախածանց, չունենք, շարավեք տեղավորվեցինք։ Լավ, այսքանը, հարցեր ունենք ամբողջի վերաբերյալ, շատ։ Լավ է, որ հարցեր չունենք, որովհետև դասի վերջին փուլի համար, այսինքն ամփոփման և անդրադարձի համար, ես ձեզ համար Ալեքսի օգնությամբ պատրաստել եմ խաղ, քույզ, հեռախոսներ ունենք, տեսնեմ, կամարդ, որ մոռացել է հեռախոսը, անհնարին բան է, կամարդ, որ համացանցի խնդիր ունի, ոչ, բոլորս միացած ենք ինտերնետին, շատ լավ, ուրեմն զինվում եք ձեր հեռախոսներով, կարողանում եք չէ այլագիրը սկանավորել, այսինքն բացել QR կոդը, շատ լավ, կարող եք այսպիսի առաջարկ անեմ, կարող եք ըստ ձեր խմբերի 2 հոգով, 3 հոգով, այսպես եղյակներով, խմբին անուն որոշեք, որովհետև հիմա դնելու ենք խաղ 5 հարցից ընդամենը կազմված, այսինքն ձեր 3-ից մեկը կարող է միանալ, պատկերացրիք ինչ եմ ասում, խմբին անուն դնել և պատասխանել ձեզանից պահանջվում են ընդամենը այս հարցերին պատասխանել։ Ուշադիր։ Խմբերի անուններ որոշել եք։ Անուններ դրեք ձեր խմբին, որ տեսնենք, որովհետև վերջում արդյունք է հանելու, տեսնել ենք ով է հաղթում։ Սկսում ենք, ընտրելու եք գույներով պատասխանները, ուշադիր եք լինում, էմոցիաներն ազատ եք արտահայտելու։ Գնաց, որ շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ, գույնը կֆիքսեք շարքի։
Շարքի գույնը պիտի ֆիքսեք, կարող եք վերբենականներ աշխատեք նստերի չխանգարեք։ Հարցը երևանում է միայն էկրանին։ Կա թիմ, որ ընտրել է, արագ ժամանակը սպառվեց։ Անցանք առաջ։ Պիտի արագության տակն անպատելիք թիմը կեցեք, անցանք առաջ։ Ահա։ Մարդիկ ճիշտ իրենց անունը դրել են։ Որոշակի բոլոր բառերն են կազմությամբ սպաս։ Մտածեք։ 7 հարկյան։ Ավարտվեց ժամանակ, ընտրեք մի տարբերակ։ Երրորդ տարբերակն են հոնք, լութ, մական, հոնքի քնած չէ ընկերներ։ Լավ, անցանք առաջ։ Չունենք ճիշտ տարբերակ։ Արագ պիտի կարողանաք կողմնորոշվել, շատ երկար եք քննարկում ընկերներ, որ բառում անկախ գործածություն ունեցող արմատ կա, որ ինքնուրույն այդ արմատը կարող է գործածվել։ Անվրեպ, հիասքանչ, հենասյուն, սննդամթերք, շատ հեշտ է։ Արագ ընտրեք։ Սեդայցիմ ընտրել է, լավ։ Հենասյուն, սյուն արմատն ինքնուրույն գործածվում է, տեսնենք արդյունքները։ Ահա, ԱԱԼ թիմը, ում թիմներ, Ալիսայից, ձեր Աննայից, լավ, առաջ անցած, շատ լավ։ Չորրորդ հարցը, որ շարքի բոլոր բառերն են կազմությամբ, բարդ։ Խճանկար, ճափ-ճափոս, մեծածախ, վատթարագույն, թախծավեր, այլախով, արմատական, գերաջ։ Թափծանկատ, ելումուտ, փրկագին, տրտմաշուկ, ուշեղի կազանց պիտի չլինի, ծածկախոս, փոթորկահույս, կարոտախ, սրճմաշուկ։ Բարդը ուզում ազած պիտի չլինի մեջը։ Ես կտա ճիշտ տարբերակ։ Առաջինը նշեցիք, վատթարագույնի ագույնն է, երևի գույն արմատներ։ Լավ, երկրորդ տարբերակը։ Տեսեք, վերադասավորում նորից չունենք, եթե դուք վատթարագույն եք վերցնում, ագույնը վարմատ չի եղել։ Լավ, և վերջին հարցը, ձեր վերջին հնարավորություն առաջ անցնելու։ Որ շարքի բոլոր բառերն են անխոտակապ։ Հնամյա, զառիվեր, բարեկամ, խճուղի։ Արագ, աշխատեք, արագ։ Շատ հեշտ է, շատ։ Ես խոսեցի կցական մասնիկների մասին, որոնք խոտակապ չեն։ Սարեսար, ցուցահանդես, բեցանկյունի, հաճկերույն, խոտակապ չի ուզում, պատահական սխալ նշել եք։ Լավ, և մեր վերջնական արդյունքները։ Ահա, երրորդ տեղ, սավը սեյվ, երկրորդը իմըվն, և առաջին տեղը, ով կլինեն, ԱԱԼ-ն, ծափահարն։ Կեցեք, տնային հանձնարարություն ենք ստանում, յուրաքանչյուր
յուրաքանչյուր տեսակից կառուցվածքային բառետիպի պարզ, բարդ, հացանցավոր եւ բարդացանցավոր։ Նվազագույնը 3 բառով ընդգծված օրինակը նշված։ Կազմեք փոքրիկ